էինք ազատության հրապարակում, այնտեղ մոտ մի 100 հոգի դժվար է ասել, թե ինչպիսին էր իրենց որոշումը, բայց իրենք շատ անգամ ավելի քիչ էին, քան այստեղ կանչել, այսինքն իրենք փոքրամասնության մեջ էին։ Նախ երկրորդը երեք օրինակ ազատության հրապարակում մենք հետաքրքիր բաների ականատես եղանք, երբ նախորդ շաբաթ Կիրակի օրերին այնտեղ նստածույց էր, հա մենք հիշում ենք, որ իշխանությունները փորձում էին դրան հակազդել, լույսերն էին անջատում եւ այլն, հա։ Երեք երեկոյան այնպես տպավորություն էր, որ իշխանությունները հակառակը քայլեր են անում, որ ազատության հրապարակում հավաքը տեղի ունենա, հա, չգիտեմ, լուսավորությունն էին ապահովել եւ այլն եւ այլն։ Այնտեղ անգամ մենք տեսանք հանրապետական կուսակցության երիտասարդ շատ ներկայացուցիչների, հա։ Այսինքն իշխանությունները ցանկանում են, որ ազատության հրապարակի հավաքը կայանա եւ ես չեմ սատարում այն անձանց, ովքեր այդ սեպարատիզմին գնացին եւ փորձեցին պարակտման իմիտացիան, հա, որտեղ պարակտում չկար, պարակտում կլիներ, երբ որ ենթադրենք մարդկանց մի զգալի թիվը, հա, գոնե մի 20-30% գնար, դա արդեն կարելի էր անվանել պարակտում, հա։ Բայց գնաց մարդկանց իրականում ինչպես առավելագույնը 5%-ը, դա պարակտում չի, դա ընդհանրապես 5%-ի այլ տեսակետն է։ Հիմա այդ մարդկանց մեջ կան նաև իրոք ազնիվ մարդիկ, ովքեր իրոք այդ տեսակետն են կրում։ Հիմա դա իրենց որոշումն է, բայց պարակտում որպես այդպեսին չկար, այսինքն այստեղ տեսանք կրկին բավականին շատ մարդ էր հավաքված պողոտայի վրա, այնքան շատ, որ ոստիկանությունը իր բոլոր մտադրություններով հանդերձ, իսկ ես վստահ եմ, որ ոստիկանությունը իրոք մտադրված էր հավաքացրել, ոստիկանությունը հասկացավ, որ ինքը չի կարող հավաքացրել, որտեղ մասնակիցները շատ են, հա։ Բոլորս երեք ականատես եղանք, ինչպես ոստիկանության այդ հետախուզական ուղղաթիռը բարձրացավ, շրջեց, տեսավ մարդկանց քանակը, ինչից հետո ոստիկանության ուժերը նահանջեցին։ Այսինքն Դանիել, իսկ այստեղ սակավաթիվ են, հա, հիմնականում, այսինքն այստեղ ինչ հարցեր եք, պահանջներ պետք է բարձրացնել։ Ցերեկը այստեղ միշտ սակավաթիվ են, ցերեկը Կարծում եք հավաքվելու են երեկոյաները։ Իհարկե, ցերեկը այստեղ միշտ սակավաթիվ են, ես անգամ այս ընթացքում ցերեկներ եմ տեսել, որ մարդիկ էլ ավելի սակավաթիվ լինեին, սա նորմալ է։ Ինչպես տեսնում եք, ոստիկանությունն էլ է այստեղ սակավաթիվ ու անգամ այս սակավ մարդիկ կրկին սա ցույց է եւ Դանիել, այն կարծիքին եք, որ փաստորեն հիմնականում հեռացողները հենց համակարգող խմբի անդամներն էին ոչ Թալանի։ Կարծում եք իշխանության հետ համաձայնության են գնաց, հատկապես նշում եք, որ հանրապետականներ էին միացել իրենց պայքարին։ Ես հանրապետականները իրենց պայքարին միացել են, բայց ես իհարկե չեմ ասելու, որ իրենք հա ծախված են, ոչ։ Իրենք միգուցե անփորձ են, միգուցե գիտեք այստեղ պատասխանատվության հարց կա, հա, միգուցե իրենք ուղղակի վախեցան պատասխանատվություն վերցնել իրենց վրա, եթե այստեղ ջարդ լիներ եւ իրենք լինեին, հա, գլխավերևում ժողովրդի, սա իրենց վրա ինչ-որ չափով պատասխանատվություն կդներ, ինչից իրենք որոշեցին հա հրաժարվել։ Այնուամենայնիվ ես շնորհակալություն որ ցանկացած ղեկավար մարդու իրավունքն է անգամ նեղ պահին հա հրաժարվել պարտականություններ ստանալ։ Իսկ չէ կարծում, որ մարդիկ 6 օր շարունակ այստեղ պայքարելուց հետո 7-րդ օրին չի հանկարծ որոշեցին հրաժարվել։ Եթե ամեն ինչը կրում էր խաղաղ բնույթ։ Գիտեք, ոստիկանության սպառնալիքները, հիմնականում ոստիկանության սպառնալիքները։ Երեք այստեղ կար կարծրատիպ, որ ոստիկանությունը ոչ միայն ցրելու է հավաքը, ոստիկանությունը վարվելու 2004 թվականի պես, այսինքն ուղղակի փակելու է բոլոր կողմերից եւ ջարդ կազմակերպի, հա, ինչպես արվեց 2004-ին, նույն ասպողոտայի վրա մի քիչ ավելի վերև։ Երևի դրանով էր պայմանավորված, բայց այնուամենայնիվ մարդիկ գտնվեցին խոհեմ, մարդիկ հասկացան, որ եթե այստեղ քաղաքացիների թիվը մեծ լինի, ոստիկանությունը չի դիմի որևիցե գործողության եւ դա պարզվեց, որ ճիշտ որոշում էր։ Բայց որովհետեւ ես ներողություն եմ խնդրում, որովհետեւ եթե այստեղից ավելի շատ մարդ իջներ ազատության հրապարակ, այստեղ մնացողները արդեն կմնային ռուսերեն ասած նարասերզանյա։
Համաձայն եմ ձեզ հետ, բայց նստացույցի 3-4 օրերին եւ հատկապես գիշերը եւ լուսաբացին այստեղ այնքան բազմություն կար, որ չեմ կարծում ոստիկանությունը նման գործողության, այսինքն եթե ոստիկանությունը ուզենար աներ, կաներ այն ժամանակ, կաներ հենց առաջի օրը, երկրորդ օրը նստացույցի։ Ինչու հենց 7-րդ օրը ամեն ինչը ասենց փլուզվեց։ Չէ, կարծում որ ժողովուրդը հիասթափվեց հերթական անգամ։ Մեծ հիասթափություն ապրեց։ PR ակցիա արվեց, հա կապված հայտնի հայտարարության հետ, որ չգիտեմ, ոչ թե մեր հաշվին է, ոչ թե անմիջականորեն մեր հաշվին է վճարվելու, այլ բյուջեի հաշվին, հա։ Ըստ է շրջանցելով այն հարցը, թե բյուջենում հաշվին է ձևավորվում։ Եվ ստեղ նախ ինչ որ մարդիկ սկզբնական շրջանում մտածեցին, որ իրոք սա հաղթանակ է, եւ էլ հսարը կարիք չկա բաղրեման գալու։ Դրան գումարվեց նաև ոստիկանության սպառնալիքների ուժ գնացումը, ինչը հանգեցրեց նրան, որ իհարկե բացի դրանից այս գիշեր փոքր-ինչ սակավաթվությունը նախորդ գիշերվա համեմատ պատճառաբանում է նրանով, որ այսօր երկուշաբթի մարդիկ գնային աշխատանքի, այսինքն այստեղ նաև կան օբյեկտիվ, բայց եթե մենք համեմատենք օրինակ 5 օր առաջվա գիշերների հետ, այստեղ ավելի շատ մարդ կար։ Հա, շնորհակալություն։ Շնորհակալ։